Մենք հաճախ խոսում ենք քուրեր եղբայրներ ներկայացնում ենք, որ մարդը, ասենք, պիտի ունենա, Դավիթը կարող է եւ ծիծաղում էր, կարող է եւ ուրախանում էր, խնջույք էր անում, բայց իր ներսի ուրախությունը տեղում չէր։ Եվ սա շատ կարևոր է, որ մենք հնարավոր է տխրության մեջ լինենք, նեղության մեջ լինենք, բայց մի հատ ուրախություն կա, որ այդ ուրախությունը պիտի պարտադիր մեր ներսում լինի, այսինքն փրկության ուրախությունը, մեր երկնային ուրախությունը, տեսիլքը երկնքի, սա պիտի լինի մեր կյանքում։ Եվ ես ուզում եմ, որ դուք յուրաքանչյուր մեկդ, երբ որ կգնաք քուրեր եղբայրներ ջան, այդ ուրախությունը ձեր հետ լինի։ Դուք տանեք այդ ուրախությունը ձեզ հետ։ Ճանապարհին, հավատքի ճանապարհի մասին է խոսքս, կունենաք դժվարություններ։ Մի քարոզիչ ներկայացնում է, որ հավատքի կյանքում հաճախ լինում են խավար գիշերներ, բայց պայծառ առավոտ էլ է լինում, այսինքն այդ պայծառ առավոտը, որ գալիս է, խավար գիշերները մոռացության է տալիս։ Հնարավոր է, որ մեր կյանքի ճանապարհին, այս հավատքի ճանապարհին լինեն բազում դժվարություններ, լինեն նեղություններ, ընտանեկան, անձնական, եկեղեցիական, ինչևիցե ամեն բան կարա լինի, որովհետև մենք միջև մեր կյանքի վերջը պատերազմի մեջ ենք։ Այս պատերազմը համարվում է բարի պատերազմ, գիտենք, որ այս պատերազմի ավարտը ոնց պիտի լինի, ինչպես պիտի լինի։ Դրա համար հակառակորդը կփորձի մեր կյանքի ողջ օրերում մեզ գցի նեղության մեջ, փորձության մեջ, բայց քո ուրախությունը թող միշտ լինի կատարյալ, նա չխախտվի այդ ուրախությունը, այսինքն երևույթը ոչ մի անգամ քո ունեցած ուրախությանը չխախտի, թող այդ ուրախությունը կատարյալ լինի, փառք Տիրոջը։ Կարդում եմ հին ուխտից Նահոմիա մարգարեությունից, եղբայրեր քույրեր, 2-րդ գլուխ առաջի խոսքն եմ ուզում կարդալ, եւ այս խոսքի վրա մի փոքր մենք խորհենք քուրեր եղբայրներ ջան, գրված է գիրք մարգարեություն Նահոմիա 2-րդ գլուխ առաջի խոսքը, խորտակողը քո երեսի դեմ ելավ, Պարիսպդ պահապանե, ճամփատ դիտե, մեջքդ ուզովցրու եւ բոլոր ուժդ վրա թավակե։ Խորտակողը քո երեսի դեմ ելավ, Պարիսպդ պահպանե, ճամփատ դիտե, մեջքդ ուզովցրու եւ բոլոր ուժդ վրա թավակե։ Այսա, գիտեք քուրեր եղբայրեր, ես ուզում եմ, որ մենք միասին կարողանանք իմանալ, սա նոր եկի մասին չի, նորահավատ անձնավորության մասին չի, սա մի անձնավորության մասին է, որ ինքը ավետարան գիտի, կարդացել ավետարան, փրկության ուրախությունը ինքը ունի, իր հավիտենական մասին ինքը մտածում, այսինքն ինքը դուրս է եկել արդեն պայքարի, դուրս է եկել պատերազմի, եւ ավետարանը ասում է, խորտակողն էլ քո երեսի դեմ է դուրս եկել, այսինքն քո դեմ է դուրս եկել, հակառակորդը քեզ ընթառաջ է գալիս, քեզ հետ գալիս է պատերազմ անելու, իսկ պատերազմ անելու համար քուրեր եղբայրներ ջան մարգարեն խոսում է Պարիսպդ պահպանե։ Ճամփատ դիտե, մեջքդ ուզովցրու եւ բոլոր ուժդ վրա թավակե։ Առաջի քայլը, որ Սուրբ Գիրքը մեզ սովորացնում է, Պարիսպդ պահպանի։ Ես ուզում եմ մենք հիշենք Նեհեմիայի գրքից մի հատված, որտեղ Իսրայելի ժողովուրդը երբ որ գերության մեջ էին եւ ավետարանն ասում է որ Նեհեմիան մատրվակապետն էր թագավորի եւ մոտիկացավ ու այդ օր իր տրամադրությունը սենց ասած ընկած էր ինքը ծոմի աղոթքի մեջ էր եւ թագավորը ասեց քո դեմքը ինձ դուր չի գալիս այսինքն այդ տրտմությունը դա ինչ տրտմություն է եւ ինքը ներկայացրեց առանց պահելու, որ ոնց կարող եմ ես ուրախ լինել, երբ որ իմ հայրերի քաղաքը, գերեզմանը, որտեղ իմ հայրերը թաղված են, իմ նախնիները ավերված է եւ Պարիսպը քանդված է։ Եվ թագավոր ասեց սրտիդ ուզածը ասա եւ ինչևից է թագավորը նրան օգնեց, առաջնորդեց եւ ինքը գնաց Երուսաղեմ։ Քուրեր եղբայրներ, երբ որ գնաց Երուսաղեմ, ուզում եմ հիշեցնել բոլորից, որ մենք վստահ իմանանք, որ Երուսաղեմը ոչ թե միայն Պարիսպն էր քանդած, այլ ներսի եղած-շեղածներ էր քանդված։ Այսինքն, այս անձնավորությունը կարողացավ մի գլխավոր քայլ ուղղել։ Նա գնաց եւ առաջի հերթին Պարիսպը սկսեց շինել։ Պարիսպը կառուցել, որպեսզի Պարիսպը լինի իր տեղում նոր մեջի գործերը կարողանալ անել։ Քուրեր եղբայրներ ջան, մենք հաճախ աշխատանքը մեր կյանքում ճիշտ ճանապարհի չենք սկսում։
Մենք սկսում ենք ներքի կառույցը, մեր ներսն ենք ուզում կառուցել, բայց հերվից մի հատ նետ է գալիս, մի հատ փոթորիկ է, այդ կառույցը քանդվում է։ Բայց եթե կարողանաս դու ճիշտ կառույց ունենաս, այսինքն առաջի հերթին քո պարիսպը կառուցես, որպեսզի եկող կրակոտ նետերը քո պարիսպին կպնեն եւ քո ներսի շինարարությունը կատարվի նրանից հետո։ Այսինքն եթե այսօր ես ու դու գիտենք, որ դուրս ենք եկել պատերազմի, դուրս ենք եկել այս կյանքի պատերազմին քուրեր եղբայրներ, մեզ առաջնահերթ պետք է մեր պարիսպը կառուցենք, որպեսզի եկող բոլոր կրակոտ նետերը կպնեն այդ պարիսպին, այսինքն եթե սկսեցի շինարարությունը ներսի տները շինելու, իմ ներսի կառույցը անելու սենց ասած, ցանկացած նետ կարող է քանդել եւ դու պիտի շինես եւ բոլորը պիտի քանդվի, ինչի որովհետեւ պահապանություն չկա։ Եվ ավետարանը նաև խոսում ասում է, ես մի մարդու այգու մոտով անցա, նրա պարիսպը քանդված էր։ Եվ երբ որ նրա պարիսպը քանդված էր, քարե պարիսպը, այնտեղ ամեն բան դուրս էր եկել, ամեն մոլախոտ կար։ Հիմա սիրելի եղբայրներ, քույրեր ջան, ես ուզում եմ, որ մենք միասին հստակ իմանանք, որ պարիսպի շինարարությունը շատ կարևոր է մեր կյանքում։ Ամեն բան գիտեմ, լավ կլինի, որ ներսի կառույցը ամեն ինչ տեղում լինի, բայց եթե պարիսպը չի կառուցված, այս ներքի կառույցը իր ուժը չի կարա ունենա։ Փառք Տիրոջ, Սուրբ անվանը։ Երկրորդ միտքը եղբայրներ, քույրեր, ասում է ճանապարհիդ դիտե, քու ճանապարհերիդ հսկի։ Ինչ է նշանակում ճամփաներին հսկել, քուրեր եղբայրներ ջան։ Ավետարանը ասում է, եղբայրները այս օրերին հիշեցրել են այդ համարը։ Ճամփա կա, որ մեր աչքերին ուղիղ է երևում, բայց դրա վերջավորությունը կորուստ է։ Ճանապարհներ կան, որ մեր կյանքին, մեր համար ուղիղ կերևա, բայց դրա վերջավորությունները կործանում է։ Այսինքն մի ճանապարհ, քուրեր եղբայրներ, աշխարհում շատ ճանապարհներ կան, հավատքի վերաբերվող էլ շատ ճանապարհներ կան, բայց իրականում կա մի ճանապարհ, որ այդ ճանապարհն է իրական ճանապարհը։ Այսինքն այս ճանապարհի մասին պիտի մտածես, դու հասկանաս որն է քո ճանապարհը, ինչ ճանապարհն է քո ճանապարհը, որ քեզ համար կարող է հաղթություն լինել։ Այն մարդիկ ամեն մեկը ասում է իր ճանապարհ ունեն։ Հիշում եմ մի երիտասարդ իր հորը մոտիկացավ, ասես պապ ես այսօր արդեն 16 տարեկան եմ, իմ պասպորտս արդեն վերցրել եմ, ես խնդրում եմ քեզանից, դու քու ճանապարհով, ես իմ ճանապարհով։ Հասկանում եք, երիտասարդին թվում էր, որ ինքը արդեն պասպորտ ունի, ինքը արդեն, ասած ասած չափահաս է, պասպորտ ունի, ինքը իրավունք ունի իր ճանապարհը ընտրելու եւ հորն էր ասում այ հեր, դու քու ճանապարհով, ես իմ ճանապարհով։ Հայրը հավատքի մարդ էր, հավատքի մարդ է եւ այս ազնվորությունը այսպես ներկայացնում է, սիրելի եղբայրներ, քույրեր ջան, ճանապարհներ, այն էլ իր ճանապարհն է, մեկ ուրիշ իր ճանապարհ ունի, ամենք իրանց ճանապարհ ունին, բայց մի ճանապարհ կա, որ տանում է դեպի երկինք, դեպի հավիտենություն, դեպի Քրիստոսի հետ մեկանալուն, այդ ճանապարհի մասին է, ճանապարհը հսկի։ Այսինքն այն ճանապարհը, որ քո առաջ ուղիղ դրված է, դու այդ ճանապարհին ուշադրություն դարձրու։ Շատ ճանապարհներ կարան լինեն։ Կյանքում այնքան ճանապարհներ կարող են հանդիպել։ Օրինակ, ես ուզում եմ քեզ ու ինձ ասեմ, ստեղից Երևան գնալու քանի ճանապարհ կա, ինչ կարծիքի ես։ Մի հատ ճանապարհ։ Ես ասեմ, չէ, շատ ճանապարհներ կա։ Շատ ճանապարհ կա ստեղից Երևան գնալու։ Այս սարով գնաս Աբարանը, դեից է կգնաս Երևան։ Որ մի քիչ գնաս Մեղրաձոր, Մեղրաձորից կմտնես Ֆիալետով, Դիլիջանը, դեից է կգնաս Երևան։ Էլի ճանապարհ ասեմ, էլի կա։ Կիրովակարը ճանապարհ կա, քուրեր եղբայրներ ջան։ Ստեղից որ կարող ես գնաս ու ընդեղից Երևան գնաս։ Ինչևից է, այսինքն, եթե ուշադրությամբ նայում ենք, այդ մեր աչքին է թվում թե ճանապարհներ, բայց մարդը, երբ որ փնտրի, շատ բաներ կարա գտնի, շատ ճանապարհներ ինքը կարա տեսնա, բայց մի ճանապարհ կա, իրական ճանապարհը, մեր սովորական ճանապարհը, որ մենք գալիս ենք, այդ ճանապարհն է, եղբայրներ, քույրեր ջան։ Թող Աստված օրհնի, որ այդ ճանապարհը մեզ համար կարևոր ճանապարհ լինի ու մենք գիտակցենք, որ այդ է մեր ճանապարհը, այս ճանապարհն է, դու ուրիշ ճանապարհ մի փորձի գտնես քեզ համար, դու հեշտ ճանապարհ, կարճ ճանապարհ մի փորձի գտնես։ Եթե ցեզանից ոմանք կարդացած կլեն, եղբայրերից կարդացած կլինեն, քրիստիանոսի ճանապարհորդությունը, այսպես մի հատ գիր կար, եւ հետաքրքիրը նրանում է, որ այդ անձնավորությունը ներկայացնում է, ասում է ես մի հատ քարոտ ճանապարհով գնում էի, բայց տեսնում էի, որ կողքս էլի ճանապարհ կա ու նույն տեղն է գնում։
Եվ ասում ասի, եթե սա նույն ճանապարհն է, նույն տեղն է գնում, ինչ եմ ես այս ճանապարհով գնում, բայց ասում երբ որ ես անցա այդ ճանապարհը, հակառակորդից բռնեց, ասեց նման են, բայց սա իմ ճանապարհն է։ Այսինքն մարդը կարող է իր սրտի ուզածով նմանեցնի, կարծես թե դա նույն ճանապարհն է, քուրեր եղբայրեր, բայց դա նույն ճանապարհը չի։ Մի ճանապարհ կա Քրիստոսի ճանապարհը, նեղ դռնով ներս մտեք։ Այն որ քեզ կարող է փափուկ բարձ դնի քո գլխի տակ, ասի չես այդքան երկարացնում, այս sense էլ կարող ես անել, քուրեր եղբայրներ, ուղիղ քո ճանապարհի թզկի։ Այսինքն ճանապարհի ընթացքում շատերը կարող են գալ քեզ մոտենալ, շատերը կարող են նոր ճանապարհներ առաջարկել քեզ, բայց Սուրբ Գիրքը ասում է ճանապարհիդ զգուշություն արա, Քրիստոս միակ ճանապարհն է։ Երրորդ խոսքը, որ ուզում եմ խոսենք քուրեր եղբայրներ ջան, մեջքդ ուժովցրու, մեջքդ ամրացրու։ Ինչ է նշանակում մեջք ամրացնել։ Մենք այս օրերին մեր քննությունների ժամանակ Տոմսի մեջ կա այսպիսի հարց սպառազինության մասին։ Այնտեղ սպառազինության մեջ խոսում ասում է ճշմարտության գոտին թող մեջքդ կապացնեն, այսինքն ճշմարտությունը պիտի քո լինի քո կյանքի սկզբունքը, քո կյանքի իմաստը, դա էլ շատ կարևոր է սպառազինությունը ճշմարտության հիման վրա լինի։ Եթե իմ ու քո սպառազինության հիմքը ճշմարտությունը չի, եղբայրներ քույրեր, այդ սպառազինությունն էլ իր ուժը չի կարա ունենա։ Թող Սուրբ Հոգին օրհնի այդ սպառազինության մեջ մեր մեջքը ամրացնելու համար կարողանանք հստակ, վստահ իմանանք, որ սա շատ կարևոր է մեր կյանքում։ Փառք Իր Հոչ անունին։ Եփեսացիների 6-րդ գլխի մեջ խոսում է 10-ից 14 համարներում, ինչևիցե մինչև 20-րդ խոսքը, երբ որ կարդում ենք, մենք 14-ում տեսնում ենք այդ համարը, այդ միտքը, որ քո մեջքդ բնդացրու, ամուր կանգնի, թող Աստված օգնական լինի։ Աշխարհում կա այսպիսի մի հատ հատկություն, մեկին ծեծում են, փորին խփում են, ասում վախ մեջքս։ Ասում են, ի՞նչ ես մեջք ասում, ես փորիդ եմ խփում, ասում որ մեջքիս մարդը լներ, դու փորից չէիր խփի։ Այսինքն հավատքի կյանքում այսպես է, քուրեր եղբայրներ ջան, եթե ճշմարտությունը քո կողքին լինի, քո մեջքին կապած լինի, քո փորին չեն խփի, ավետարան ասում է, ով որ իմ զավակի աչքին կպնի, մազին կպնի, իմ աչքի բիբին է կպնում, Աստված թույլ չի տա, նրանք ովքեր իմ խոսքերս պահեն, ես է նրանց պիտի պահեմ նեղության ու դժվարության ժամանակ։ Ուրեմն նշանակում է, որ ճշմարտությունն է ինձ ու քեզ պահողը, քուրեր եղբայրներ ջան, այդ ճշմարտությունը, որ մեզ սպառուրի, մեզ վերցնի իր ձեռքերի մեջ, ով կարա իմ ու քո քեֆին կպնի, եթե Տերը թույլ չի տվել, հրաման չի տվել, փառք մեր ամենակարող Աստծուն։ Եվ վերջինը քուրեր եղբայրեր, որ Սուրբ Գիրքը էս ասում է, բոլոր ուժդ վրա թավաքի։ Բոլոր ուժդ վրա թավաքի։ Ինչպես առաջի Երկրորդ Պետրոսի մեջ գրված միտք կա, Երկրորդ Պետրոս առաջի գլուխ 5-րդ խոսքից ասում է, եւ այս բաների հետո ձեր հավատքի վրա առաքինություն ավելացրեք, ձեր ջանքերին դրած ձեր հավատքի վրա առաքինություն ավելացրեք, առաքինության վրա գիտություն, ինչևից է շարունակում եղբայրասիրություն, ժուժկալություն եւ սեր, ինչևից է այս բոլոր սպառազինությունը քո ճանապարհի ընթացքում պիտի լինի ուժդ վրա թավակի, այսինքն այս ուժը շատ կարևոր է մեզ համար, եղբայրներ քույրեր, ուժը վերջի ժամանակների համար։ Մեզ թվում է, թե մեզ շատ անգամ մենք պատկերացնում ենք, որ հələ երիտասարդ ենք, հələ շատ կարևոր է այս երկիրը վայելել, այս ժամանակները ապրենք, բայց ավետարանը ինձ ու քեզ ասում է ուժդ վրա թավակի։ Մի սպասի ու մի մտածի, որ դեռ ես ու դու շատ ժամանակ ունենք։ Մենք չգիտենք ինչքան ժամանակ ունենք, քուրեր եղբայրներ։ Եվ ոչ մեկը իր վրա թող տենց վստահություն չունենա, թե Աստված ու չնայի տարիքային հարաբերությանը, այլ իմանա իր ուժը իր վրա պետք է հավաքի, որտեղ մեր ժամանակները այն ժամանակներն են, որտեղ Սուրբ Հոգին ուզում է, որպեսզի ես ու դու կարողանանք վստահ հավաքվել, մեզ հավաքել, պատրաստվել, ամբողջ ուժերը դնել, որպեսզի ճշմարտության մեջ քայլենք, իմաստություն ունենանք եւ ուժներս վրաս հավաքենք։ Փառավորվի Աստծո անունը, քուրեր եղբայրներ ջան։ Ես ու դու շատ լավ գիտենք, մենք շատ ենք տեսել, թե քննություններից առաջ, թե ընդհանրապես ժամանակներին, երբ որ մի ինչ-որ քայլի ես ուզում պատրաստվես, մանավանդ սպորտսմենները, երբ որ պատրաստվում են մրցումների, այս անձնավորությունները պատրաստվում են իրապես, ես ծանոթներ
պատմություններ ունեն, որ ժամանակի երբ որ խոսում ենք, ասում մենք մրցումների առաջ մի շաբաթ արդեն լուրջ տրամադրվում էինք, այդ օրերին ոչ խմում էինք, ոչ ծխում էինք, մենք մեզ տրամադրում էինք եւ պարապմունքները շատացնում էինք, այսինքն ինչ է իրանում այս մարդիկ վերջի ժամանակներում, որ արդեն մրցումը մոտենում էր, այս մարդիկ պատրաստվում էին, իրանց ուժերը հավաքում էին, թող Աստված օրհնի քույրեր եղբայրներ։ Մենք այս ժամանակում եկել է այն ժամանակաշրջանը, որ մեր ուժերը պիտի հավաքենք, իսկ երգ ունենք, ասում ուժերս թուլացել է, ուժ տուր Հիսուս, որպեսզի կարողանամ հաղթել նենք չարին։ Այսինքն այս ուժը հավաքելը շատ կարևոր է քույրեր եղբայրներ ջան մեր կյանքում։ Եթե մենք այսօր թուլացած լինենք, նեղության մեջ լինենք, իրապես հավատա, որ այդ նեղության ժամանակ դու ուժ չես ունենալու, դու չես կարողանալու հաղթություն ունենալ, չես կարողանալու քեզ հավաքես, բայց Սուրբ Գիրքը մեզ ասում է, որ ուժներդ վրա հավաքեք, այդ ուժի հետևից ամուր կանգնի։ Հիմա քույրեր եղբայրներ ջան, ասեմ ձեզ, որ մենք միասին դուրս ենք գալու։ Այս էլ մի հատ ժամանակ էր այս 10 օրը մեզ համար, որ այստեղ մենք լիցքավորվենք, մենք այստեղ զորանանք, Սուրբ Հոգով լցվենք, կարողանանք մեր հավատքներին շինարարությունը կատարվի։ Ես հաճախ հարցնում եմ, ասեմ քույրիկներ ջան, քննության ժամանակ եղբայրին հարց եմ տալ, ասեմ, այս օրերին մի բան առար թե չարար, այսինքն ինչ օգուտ տվեց այս օրերին, եւ շատերը վկայում են, որ այս օրերին եղբայր ջան, ես տկարացած եմ, ես ահագին վիրավորված էի, բայց Տիրոջից ունեցա բժշկություն։ Հիմա գտել ես ամուր բռնի այս բժշկությունը։ Մենք 10 օրը արդեն լրանում է, ստեից պիտի գնանք, չեն գնալու սանատորիա, քույրեր եղբայրներ, չեն գնալու այնպիսի մի տեղ, որ էլ պատերազմ չկա, գնալու ենք պատերազմի, գնալու ենք եւ մեզ պիտի հանդիպեն, շուտով երիտասարդների մեծամասնությունը կմտնեն իրանց ուսման հարցով, իրանց ինստիտուտներ, բարձրագույններ կամ քոլեջներ, կարևոր չի, այսինքն այն շրջապատը, որ իրանք կան, որտեղ նորից պիտի ասեն, եղբայր ջան, քուր ջան, աղջի էլի հավատքի ես, արա էլի դու ես, այսինքն այս կրակոտ նետերը նորից պիտի հանդիպեն քեզ։ Եթե դու պարտվել էիր ու սկսել էիր քեզ հետևել, որպես ես խոսքերը քեզ չասեն, գալու է այդ օրը Եվ ես ուզում եմ, որ դու այդ օրը կարողանաս հավատքով դեմ կանգնես, փառք Տիրոջ անունին։ Մի եղբոր հարց են տալի, ասում են ախպերի ջան, որտե ես աշխատում, ասում եմ, ինչ տեղն եմ աշխատում, արդեն 7 տարի է, ասում եմ, ձեր աշխատանքի վայրում գիտեն, որ դու հավատացյալ ես, ասում եմ, եղբայր ջան, արդեն ուզում եմ կամանց պատրաստվեմ ասեմ, այսինքն 7 տարին դեղ աշխատում է, ոչ մեկը չգիտեն, նոր է ուզում պատրաստվի։ Եղբայրներ քույրեր ջան, ասեմ ձեզ, որ շատ ուսանողներ կան, որ իրանց կուրսում, իրանց շրջապատում չգիտեն, որ իրանք հավատացյալներ են։ Սրանք, ես ասեմ, ամոթ բան է մեզ։ Քրիստոնյան, որտեղ եղավ 5 րոպեից հետո պետք է շրջապատը իմանա, որ ինքը քրիստոնյա է։ Ես հենց եմ հասկանում։ Ես լա դեռ դեպք չի պատահել, որ մի շրջապատում լինեմ ու այդ շրջապատում չիմանա, որ ես հավատացյալ եմ։ Այսինքն աշխատում եմ, լույսը գրվանի տակ չեն դնում, լույսը դնում են, որպեսզի լույս տա, իսկ մենք այսօր ավետարան ասում է, այս աշխարհի լույսն են, քույրեր եղբայրներ, լույս ոչ թե ֆիզիկական, լույս խավարի մեջ նստած ժողովրդի համար, որպես այս խավարի մեջ նստած ժողովուրդը լույս տեսնի մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհքը ու ողորմությունը ունենալով, փառք Տիրոջ անունին։ Տերը օրհնի քույրեր եղբայրներ ջան, ես ուրախ եմ բոլորիդ համար, այս օրերի համար, եւ ես խնդրում եմ, որպեսզի դուք դուրս գաք, ձեր պատերազմը, ձեր պարիսպը ամրացնեք, ձեր ճամփաներին հսկեք, ուշադրություն դարձնեք, ձեր մեջքերը ուժովցնեք ճշմարտության գոտիով եւ ուժներդ վրա հավաքեք։ Փառք Տիրոջ անունին։ Այդ համարը նորից կարդամ եւ պիտի աղոթենք Տիրոջը, փառավորենք իր անունը։ Ամեն։ Խորտակողը քո երեսի դեմ ելավ, պարիսպդ պահպանե, ճամփատ դիտե, մեջքդ ուժովցրու եւ բոլոր ուժդ վրադ հավաքե։ Տերը օրհնի քույրեր եղբայրներ ջան, կանգնենք աղոթքի։